Սիրով ողջունում եմ ձեզ իմ շատ սիրելի բաժանորդներ ջան։ Ուրեմն զատիկին ընթരാճ այսօր կպատրաստենք շատ համեղ չամիչով փլավ։ Առաջին հայացքից ինչ կա անելու, չէ՞, մի սովորական բրինձով փլավ է, բայց ամեն մի կին իր ձևով է պատրաստում եւ տարբերվող է լինում այդ փլավը։ Ուրեմն այստեղ ունեմ որոշակի բաղադրիչներ, բայց գլխավորը բրինձն է, որը ես արդեն լավ լվացել եմ եւ ջրքամել եմ։ Այսօր ինձ մոտ բասմատի տեսակի բրինձ է, այն մի փոքր երկարավուն է։ Ցանկալի է այս տեսակի տոնական փլավը պատրաստել լավ որակի բրինձով, որը պահպանում է իր տեսքը եւ շիլայի զանգվածի, այսպես ասած, չի վերածվում։ Սա մեկ, սրա հետ հիմա կաշխատենք, ինչպես նաեւ այստեղ ունեմ չամիչ, որը էլի լվացել եմ, այսինքն եռման ջրով ցողել եմ, լվացել եմ հոսող ջրի տակ, որից հետո տեղափոխել եմ սկուտերի վրա չորանալու, իհարկե տակը փռել եմ սովորական անձառոցիկ։ Ուրեմն չամիչից բացի կարող եք ավելացնել ուրեմն ընդեղեն, կարող եք ավելացնել չրեղեն, այսօր ինձ մոտ միայն ծիրանի ճիրն է, շաքարով, վերցնում եմ միայն բաց գույնի չրեր կամ միայն բաց գույնի չամիչ, սևը չեմ նախընտրում, քանի որ պատրաստելուց հետո սև չամիչը կլինի, սալորաչիրը կլինի, լավ ներկում են բրինձը եւ տեսքից ընկնում է բրինձը, այդ իսկ պատճառով միայն դեղին ուրեմն չրեր եմ օգտագործում։ Բուսայուղ կամ կարակ, ինչ որ կնախընտրեք, այս տապակի մեջ կպատրաստեմ բրինձը եւ մի փոքր էլ բուսայուղ կխնայեմ, որպեսզի տապակեմ չամիչը։ Ավելացնում եմ բրինձը։ Գիտեք, արդեն բրինձը պետք է լավ լվանա, որպեսզի ավելորդ օսլան դուրս գա բրինձի վրայից։ Միջին կրակի վրա սկզբում տապակում եմ բրինձը։ Էլի եմ ասում, կարող եք տապակել յուղով, կարակով, արդեն քիմքի հարց է։ Հենց այնպես չեմ ավելացնում բրինձը եռման եռացող ջրի մեջ, այլ հենց սկզբից այն մի փոքր տապակում եմ։ Ուրեմն տեսեք, սիրելիներս, խառնելով մոտ 3 րոպե արդեն տապակում եմ եւ զգում եմ, թե ոնց է բրինձը ամրանում։ Այն նախկինի պես փխրուն չէ, կպչողականություն է ձեռք բերում, ասես։ Այս փուլում ավելացնում եմ արդեն նախատեսված եռման ջուրը։ Իհարկե կրակն իջեցնում եմ, օգտագործել եմ 2 այսպիսի բաժակ բրինձ, որը կշռում էր 400 գրամ։ Ուրեմն 1 բաժակ բրինձի կլցնենք 2 բաժակ ջուր։ Ուրեմն ինձ հարկավոր է լինելու 4 բաժակ ջուր։ Այսինքն որ տարայով որ չափում եք բրինձը, ուրեմն 2 այդքան ավելացնում եք եռման ջուր։ Այս փուլում ավելացնում եմ աղ։ Աղի համը ստոպում եմ, ինձ պետք է դուր գա, քանի որ հետո արդեն հնարավորություն չենք ունենա աղ ավելացնել։ Չենք մոռանում այս փուլում կրակն իջեցնել, մինիմալից մի փոքր բարձր։ Հերմետիկ փակում եմ կափարիչով եւ սպասում եմ, մինչեւ բրինձը պատրաստ լինի։ Այս արանքում մինչ բրինձը կերվի, պարապ չենք մնա ու կտապակենք չիրն ու չամիչը։ Պղպջակներ կա, կարող եք ավելացնել։ Ուրեմն չիրն ու չամիչը ճիշտ է ավելացնել լավ տաքացած բուսայուղի կամ կարակի մեջ, որպեսզի նրանք սկսեն անմիջապես երդվել։ Ուրեմն այստեղ կավելացնեմ նաև մի քանի կտոր ծիրանաչիր, բավականին խոշոր կտորներ են, այս պատճառով մնացեցի մի փոքր եւ տեսեք ինչքան է ծիրան։
այս փուլում ուշադիր ենք լինում, անընդհատ խառնում ենք, որպեսզի չայրվի չամիչը։ Պատրաստ ենք համարում այն պահին, երբ որ ուրեմն բոլոր չամիչի հատիկները այնպես ուրցում են։ Ասեք, որ ամենահաճելի պահը հենց չամիչ տապակելու մեջ է, շատ համեղ բուրմունք ունի։ Կարևոր է անընդհատ խառնել։ Տեսնում եմ, որ բոլորն ուրչել են, կարող եմ կրակն անջատել։ Տեսեք սիրելիներս, շատ քիչ, գրեթե ոչինչ չի մնացել, որ ամբողջությամբ չրթանվի, այսպես ասած, բրինձը, ավելացնում եմ չամիչը, այսպես, և չեմ խառնելու, և արդեն պարզ է, որ ամբողջ ջուրը ջրթանվել է, կափարիչը դնում եմ, և կրակն անջատում եմ, այսպես պահում եմ մոտ կես ժամ, 5 րոպե, ինչքան որ կդիմանաք, որպեսզի չամիչը մի փոքր բրինձի հետ ընկերանա, մի փոքր փափկի, վերջ և փլավը պատրաստ է։ Մատուցելու համար բուսայուղի մեջ կամ քարակով կտապակենք լավաշի խորանարդիկներ, այսպես առանձին կդնենք, շատ արագ է տապակվում։ Մի փոքր կկարմրի կշրջենք։ Իհարկե կմատուցենք։ Ահա, այս կերպ եմ ես մատուցում։ Ասեք ինչքան փխրուն հատ բրինձ ունենք։ Շատ հաճախ եմ պատրաստում, չեմ սպասում, որ զատիկ լինի, նոր պատրաստ եմ։ Այսպիսի շքեղ, տոնական, ներկայանալի փլավ պատրաստեցինք։ Միասին սիրելիներս։ Շատ համովա կարելի է անվերջ ուտել։ Շատ եմ սիրում։ Այսքանը սիրելիներս։ Հուսով եմ դուք էլ կպատրաստեք հենց այս եղանակով և ձեզ դուր կգա ուրախ զատիկ բոլորիս և շնորհակալ եմ, որ ինձ հետ եք և որ այդքան դրական եք։ Մինչ նոր համեղ հանդիպումներ։